Պրոֆեսոր, ինչ իրավական մեխանիզմներ կան հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման համար։ I think that we continue to Կարծում եմ մենք պիտի շարունակենք խրախուսել միջազգային հանրությանը ճանաչել ցեղասպանությունը, որը տեղի է ունեցել Հայաստանում։ Կարծում եմ աշխարհում արդեն իսկ համատարած գիտակցում են, որ հայերը ցեղասպանության զոհ են դարձել 1915-ին։ Որոշ երկրներ հրաժարվում են պաշտոնապես ճանաչել այն քաղաքական դրդապատճառներով, բայց դա ցինիզմ է, որովհետև նրանք վախենում են, որ այդ քայլը կվնասի իրենց հարաբերություններին Թուրքիայի հետ։ Եթե Թուրքիան ընդուներ, որ ինքը պատասխանատու է ցեղասպանության համար, ամբողջ աշխարհը կհամաձայներ նրա հետ, այնպես որ հիմնական խոչընդոտը Թուրքիան է։ If Turkey were to acknowledge that it was responsible for genocide, the whole world would agree. So really the obstacle is Turkey. Don't you have a fear that after the 100 Իսկ դուք մտավախություն չունեք, որ հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը կարող է անկում ապրել 100-րդ տարելիցից հետո։ I hope not, but it's possible. Հույս ունեմ ոչ, բայց հնարավոր է, որ մարդիկ մտածեն, թե այս հարցն այլևս այնքան կարևոր չէ։ Ես հույս ունեմ, որ այդպես չի լինի։ My hope is that will not take place. Փաստորեն դուք կարծում եք, որ ռեալ պոլիտիկա գերակայում է։ Այդ պատճառով շատ երկրներ չեն ճանաչում ցեղասպանությունը։ Ինչպես կարող եք դրա դեմ պայքարել։ Well, realpolitik is a factor. I'm not saying Ռեալ պոլիտիկը լուրջ գործոն է։ Ես չեմ ասում, թե ռեալ պոլիտիկը գերակշռում է, բայց դա գործոն է։ Սկզբունքային մարդիկ պիտի պայքարեն սրա դեմ, եւ հենց սա էլ ես անում եմ։ Have to contest this. So that's what I do. You think we Ունենք արդյոք բավարար ապացույցներ, որ կատարվածը ցեղասպանություն է։ Թուրքիան ամեն անգամ գտնում է ինչ-որ հակափաստարկներ, հայտարարում, որ տեղի ունեցածը պարզապես աղետ է, որից տուժել են ինչպես հայերը, այնպես էլ թուրքերը եւ մյուս ժողովուրդները։ I think we can see within Turkey that more and more Turkish people Մենք Թուրքիայի ներսում տեսնում ենք գործընթացներ, որ ավելի ու ավելի շատ թուրքեր են առերեսվում իրենց պատմությանը եւ պատրաստ են ճանաչել ցեղասպանությունը։ Եվ սա շատ լավ զարգացում է, բայց մենք խնդիր ունենք Թուրքիայում ազգայնական կառավարությունը։ Կառավարությունը եւ նրա շատ աջակիցներ կարծում են, որ ցեղասպանության ճանաչումը կասկածի տակ կդնի նրանց ծայրահեղ ազգայնականության օրինականությունը։ Սա խնդրի մի զգալի մասն է։ Գիտեք, Թուրքիայի բնակիչները պատասխանատու չեն հայոց ցեղասպանության համար, մարդիկ չեն դրա հեղինակը։ Ցեղասպանությունն իրականացրել են մարդիկ, որոնք կառավարել են 100 տարի առաջ։ It's not as if the people of Turkey today are responsible for the genocide. They didn't commit it. It was committed by rulers 100 years Բայց ներկայիս կառավարությունը շղթում է ցեղասպանության փաստը։ Well, the government is not committing. Կառավարությունը ռեպրեսիվ է, բայց որևէ մեկը չի մեղադրում Թուրքիայի ներկայիս կառավարությանը ցեղասպանությունը կազմակերպելու համար։ Համենայն դեպս ես չեմ մեղադրում։ Նրանք լավ բաներ չեն անում։ Ոտնահարում են մարդու իրավունքները, պարբերաբար մեղադրանքներ են ստանում մարդու իրավունքների եվրոպական դատարանից բռնությունների համար, բայց նրանք ցեղասպանություն չեն իրականացնում։ Նրանք հերքում են։ Yes, they're denying. Exactly. It's one thing to deny, it's another thing to commit it. So my point I'm making is that the people of Turkey today Այո, ճիշտ եք, նրանք հերքում են։ Մի բան է ժխտել, մեկ այլ բան է իրականացնել։ Ուզում եմ ասել, որ այսօրվա Թուրքիայի բնակիչները պատասխանատու չեն ցեղասպանության համար։ Նրանք ժխտում են ցեղասպանությունը, քանի որ դա հակասում է իրենց երկրի ազգայնական տեսլականին։ Անցյալն ընդունել է խնդիր չէ Թուրքիայի ավելի առաջադեմ տարերի համար, որոնք ծայրահեղ ազգայնական հայացքներ չունեն։ Շատ երկրներ ապրում են երջանիկ իրենց նախորդների իրականացրած հանցագործություններն ընդունելուց հետո։ Թուրքիան պիտի անի նույնը, եւ ես հույս ունեմ, որ Թուրքիայում կլինեն քաղաքական փոփոխություններ։ live very happily after acknowledging the crimes that their ancestors committed. And Turkey should do the same. And hopefully there will be political changes in Turkey and that will result. Last question, can we say that in much cases this is Ուրեմն կարող ենք ասել, որ սա ավելի շատ Թուրքիայի ներքին խնդիրն է, քան Հայաստանի կամ միջազգային հանրության։ Well, as I say, if the Turkish government were to admit responsibility, the responsibility of Ինչպես ասացի, եթե թուրքական կառավարությունը ընդունի Թուրքիայի պատասխանատվությունը 1915 թվականի հանցագործությունների համար, գուցե նրանք անեն դա, չօգտագործելով ցեղասպանություն բառը, բայց ընդունեն փաստը, թե ինչ է տեղի ունեցել, օրինակ կարող են օգտագործել այն եզրույթը, որ կիրառվել է 1915-ին մարդկության դեմ հանցագործություն, այդ դեպքում ամբողջ աշխարհը կընդունի, եթե Թուրքիան փոխի իր մոտեցումը, մյուս երկրներն էլ կփոխեն իրենց քաղաքականությունը եւ կճանաչեն հայոց ցեղասպանությունը։ Officially acknowledge the genocide of the Armenians in 1915.
is for cynical political reasons. But if Turkey will change its view, the rationale will no longer exist, and so they will change their view. All reasonable, intelligent people who know about history, they have no difficulty acknowledging that terrible crimes were committed against the Armenians in 1915. That's not the problem.